Այժմ խոսք ունի ասելու մարզային շրջակայքի վարիչ Ռաֆայել Սահակյանը։ Լսենք ձեզ։ Սիրելի գետաշենցիներ, միջնական դպրոց եկած հրաշալի մարդիկ։ Ինձ համար այս պարը մեծագույն խորհուրդ ունի, որովհետև աջ կողքում բազգաթորը զբաղեցնում է իմ պատանեկության դպրոցական տարիների ընկերը Լևոն Մուքոյանը, որի ճշմարտապատում կենսագրությունը հրաշալի օրինակ է մեր սերնդի համար։ Նախ և առաջ երախտապատ դնենք Գետաշեն Օրոցկին, որ նրա մանկության դժվարին, բայց ճշմարիտ ճանապարհ հարթեց և նա իր ոգու պատառով մնաց այդ օրոցում որպես ծաղկուն լույսի նշխարահամ գեղեցկություն։ Սիրելի Լևոն, ես հիշում եմ 10-ամյակներ առաջ ես Հուշակերտից ու Գետաշենից մենք հանդիպում էինք Չանանի մեզ համար տաճար հիշեցնող դպրոցում, որտեղ հրաշալի ուսուցիչներ էին և շապետ Հովհաննես Պողոսյանը։ Նա չկա ավաղ, բայց տարիներն անցան, նրա կենսագրության լույսը, նրա հոգու վսեմությունը մնաց այդ դպրոցի պատերի տակ, և դպրոցը շենքային իմաստով փոխվեց։ Քեզ սիրելի իմ բարեկամ, ցանկանում եմ իրոք երջանկություն։ Դու հրաշալի անձ ես, անկեղծության, ազնվության խտացում։ Դու այն պաշտոնատար անձանցից ես եղել իբրև տնօրեն, որ գիշեր և գլուխը դրել է բարձին, նրա խիղճը հանգիստ գնացել դեպի լուսաբաց։ Ազնվության և ոգոնումի դաս է այսօր Գետաշենում, հավանաբար ձեր բոլոր ամիսների կատարյալ դասը իր խտացումի մեջ, որտեղ ենք իրոք ականատես ենք լինում հոգևոր մի խորհրդի, որ դուք իմաստությամբ ու գեղեցկությամբ մեծարում եք ձեր զավակին, մեր շրջանի մտավորականության զավակին, հրաշալի Լևոնին։ Երբեք ու երբևէ ուսուցչի աշխատանքը չի գործանում, նրա ոգու համար կենտապանքը միշտ բարձր ու գերուհեշ քշում է ժամանակի ու տարածության մեջ, այդպես էլ նրա աշխատանքը։ Տարիների ընթացքում իրոք հեշտ չի եղել։ Ես չեմ ուզում ասել նա մանկության օրերին ինչ պատասխանություն ունեցել, դա բոլորիս հատուկ է եղել, բայց նա երիտասարդական, նրա աշխատանքային տարիներին նա վսեմ այլ է եղել և այսօր կա այս դպրոցի համար։ Նրա կենսագրության ընթացքը ոչնչով չի փոխվել, ափորով չեն որոշում մարդու դիրքն ու տեղը, նրա ոգու հարստությունը։ Լևոնի հարստությունը իր գիտելիքներն են, իր շրջապատը, այս հասարակայնությունը, այս հրաշալի աշակերտները, իր ընտանիքը, իր զավակները, որոնք արդարորեն շարունակում են նրա գեղեցիկ կենսագրության էջը։ Կյանքում էջեր կան, որոնք երբևէ չեն ունանում։ Մատյանափեր ճշմարտություններ կան, որոնք մեզ հետ են, մեր ընկերության, մտերմության, մեր շրջանի մանկավարժական պատմության լուսերեն էջերի գրանցումի մեջ նստած է Լևոն Մուքոյանը։ Եվ ինչքան է տարիներն անցնեն, և որքան էլ փոխվի կյանքը իր տարեթվերի մեջ, այս գյուղի եզերքներից երեք այսօր և վաղը առավելապես այդ կապույտ եզերքից մեզ կմոտենա կգա կանգնի մեր կողքին Լևոնը, որտեղ նա ունի զգացողության մեծ պաշար, կենսագրության վիթխարի ընթացք և մեզ բոլորիս թողնելու համար մտքի գեղեցիկ ճշմարտություններ։ Այս պահը այնքան խորհուրդ ունի իր մեջ, և Գետաշենն այսօր այնքան խորհրդավոր մի գեղեցկությամբ է ներկայանում, որ դժվարում ես մտքի բոլոր պաշարներից մոբիլիզացնես
հոգու ամբողջ խսրևը հոգու Լևոնին, նախ պետք է շնորհակալ լինել այս կոլեկտիվի ղեկավարությանը, դպրոցական մանկավարժական մտքին, որ համաձայն դժվարամատույց Լևոնին համաձայն